Կարողանան ինձ ներգրավել որպես մեղադրյալ։ Կալանքի հարց, խափանամիջոցի հարց, այս միջնորդությամբ չի քննարկվում։ Այդ կարող է հետո քննարկվել։ Ձեզ դուք հիմա քաղաքական հետապնդման եք ենթադրում։ Ոչ, ես ենթադրում քաղաքական ճնշումների։ Բանը չի։ Ես չեմ հասկանում այդքան բանը։ Դուք ասել եք, որ բացահայտումներ եք անելու եք այդ բացահայտումները, թե ինչ որ հայտարարեցիք դա է։ Ասեցի, որովհետև ես վարչապետի հետ անընդհատ եղել եմ այսպես կոչված ընդդիմախոսի դիրքերում, իսկ ես եթե այն ժամանակ քննարկում էինք, թե ինչու է ինքը Արտակ Զեներանին խմբակցությունը առանց վարչության հետ խորհրդակցելու նախագահի թեկնածու առաջարկել եւ ես այդ հարցը բարձրացրեցի վարչությունը, որ անվստահություն հայտնենք որպես խմբակցության ղեկավարի, դա մի ուրիշ հարց էր, բայց ինքը տակ չեմ մոռացել, պարզվում է։ Եվ երբ որ ո՞ւր պատասխանը։ Օրինակ Հակոբ Արշակյանն ասաց, բայց դեպքում ինչ եք դուք 3 անգամ պատգամավորի թեկնածու եղել, ցուցակում եք։ Որովհետև այս ժամանակ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա Նիկոլ Փաշինյանը չէր։ Այս ժամանակ Հակոբ Արշակյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը եւ մյուսները այդքան շատ չէին տարբերվում Նիկոլ Փաշինյանից, իրանք էլ իրենց հեղինակություն ունեին եւ հետեւաբար ես էլ որպես մարդ որոշակի հեղինակություն եւ ներողություն եւ դժվար էր, բայց ամեն անգամ ընդգծված ձևով ինձ գցեցին հետ, որ ես հասկանամ, որ վերաբերմունքա քեզի կարգին պայի, իսկ ես կարգին չեմ պայել, չեմ պայելու։ Հիմա փաստորեն այն ժամանակ որ Նիկոլ Փաշինյանը ձեր ճանաչած Նիկոլ Փաշինյանն էր, Հիսուսի հետ համեմատությունը ճիշտ է, հիմա այն ինքը առնչություն չունի Հիսուսի հետ։ Ես Հիսուսի հետ չեմ համատել իրան։ Ես ասել մի րոպե, հիմա հաստատ պիտի պատասխան, թե ասնեք հաստատելու համար։ Ես ասել եմ, սիրելի լրագրողներ, սիրելի քաղաքացիներ, որ երբ որ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատս մտածել եմ, որ կարող է պատահի Հիսուսը գոյություն ունեցած լինի, որովհետև որպես մարդ։ Ես այդ եմ ասել, եթե դա կոչվում է համեմատություն, ապա դա ուրիշ խնդիր է։ Բայց հիմա փոշմանել։ Ոչ, չեմ փոշմանել։ Ես միջև հայտնի դեպքերը իմ բոլոր ինչ որ արել է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կուսակցությունը ես դա տերեմ։ Հիմա ինչ է կհամատեք Փաշինյանին։ Հա? Ում հետ կհամատեք Փաշինյանին։ Հիմա կհամատեմ Վազգեն Սարգսյանի, երկրորդ Վազգեն Սարգսյանի, Վազգենի հետ կհամատեմ։ Ինչ որ առումով ինչու։ Հա? Ինչ առումով։ Հիմա ես երկու Վազգեն Սարգսյան եմ ճանաչել, երկու Վազգեն եմ ճանաչել, մեկը Վազգեն Սարգսյան եւ իմ գրքի մեջ գրել եմ այդ ամենի մասին։ Մեկը Վազգեն Սարգսյան, մեկը Վազգեն։ Վազգեն Սարգսյանը այն պայծառ լուսավոր տղան էր, որ հայրենիքի համար հելա պայքարի կռվի եւ այլն։ Այո։ Երկրորդ Վազգենը դա թե պետական գործիչ Վազգենն էր, ով հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը 100%-ով էլ ձայն հավաքել չենք թողնի գարիշխանության։ Դա նույնն էր, ինչ որ վարչապետը ասեց, որ ինքն է հրահանգել վարչական դատական խորհրդի նախագահին, որ հրաժարական տա։ Դրանք նույն իդենտիկ վիճակներն են։ Ինչ եղավ Վազգեն Սարգսյանի հետ, սպանեցին։ Ստետնակի չանելու վերջը։ Ես չեմ կարող իմ ամեղություն ապացուցեմ։ Իրանք պիտի ապացուցեն, որ ես մեղավոր եմ։ Բայց տեսեք տիկին նայեք, տիկին դատախազը ինչ ասեք բանը գրագետ ձևով որ խոսում է, ասում եմ նույն ալեհավաքի տակ են եղել Աշոտի, Աղազարյան Հովիկի եւ Սլավիկ Պողոսյանի հեռախոսները, բայց գրողը տանի ալեհավաքները չեն սպասարկում 5 քառակուսի մետր տեղ, ալեհավաքները սպասարկում մեծ տեղ, որտեղ կարող տասնյակ մարդիկ լինեն եւ կարող է չէ մի 20 մետրի վրա ինքը մեքենայի մեջ նստած լինի եւ ես իրեն տեսած չլեմ, այդ ուրիշ բան, եթե հենց հիմա են բանա վերահսկում, հենց հիմա գիտեն, այդ դեպքում մետրի ճշտությամբ գիտեն թե Աղազարյան Հովիկը որտեղ է, դա ուրիշ բան է, բայց երբ որ վերցրել են այդ վիվասելա ինչը, վերցրել են թե ես ում եմ զանգել, որտեղ եմ զանգել, այդանով են հայտնաբերել, որ այդ ժամանակ մենք եղել ենք նույն ալեհավաքի տակ, միգուցե ավտոյի մեջ է եղել, ես ոչ չեմ տեսել, եւ դա բերում է ապացուցողական հիմք է դնում դատախազը, դա բանը անընդունելի է։ Պարոն Աղազարյան։ Այդ նորից եմ ասում, Արամ Մկրտչյանը 5 տարի դատալեքսով 5 տարի դատապարտված է եղել խարդախության համար 11 թվականին, 19 թվականից իր նկատմամբ դատական բանը գործընթացը գնում է, մինչև այս պահն է գնում վերջի դատապարտի բանը չէ հետո եւ ներողություն եւ ինքը բանը մի տարի առաջ հանգիստ լքել է Հայաստանի Հանրապետության սահմանները։ Պարոն Աղազարյան, դուք ձեզանից այդ ինչ վտանգ եք մեծ ներկայացնում ձեր թիմի համար։ Այդ ինչ ինֆորմացիա ունեք դուք, որ ձեզ էսպես ուզում են ճնշել, մեկուսացնել։ Ձեր հարցը թարգմանենք հայերեն, ցես կլինի։ Պարոն Աղազարյան, այդ բալամ, դուք ձեզանից ինչ ես ներկայացնում, այ համարյա ոչնչություն։ Ձեզանից չէ, երակները տենց է։
Ինչ ես ներկայացնում, որ երկրի վարչապետը այդքանից ներկայացնում են, որ անցած տարի այս ժամանակ մենակ ես հարց լուծեցի խմբակցությունով իր դեմ։ Իմացա՞ր։ Որ հարց։ Եվ հիմա նույն ձևով կարող պատահի, եւ հիմա Եվրոպե չեմ ասում, եւ հիմա էլ նույն ձևով կարող պատահի էլի ես մենակ իր դեմ, իր տեսակետի դեմ, միգուցե ինքնա ճիշտ է, չգիտեմ։ Ես էլի հարց լուծեի եւ հետեւաբար սենց եղավ։ Այսպես բախոտ պատահական չի լինում։ Չէ, դուք ակնարկել եք, որ խաղաղության պայմանագիր ինչ-որ փաստաթղթեր, այդ դրա հետ կապված։ Եթե Ալիևը ասում է, որ Տիգրանաշենը պիտի տաս մեզ, Արցախը վերցնես ձեզ, ասկի չգիտեմ այդ ասма թե չի ասում, երկրորդ մասը։ Իսկ Տիգրանաշենը մեր շրջանի գյուղը, ես ճանաչում եմ, գիտեմ այդ գյուղը ինչ վիճակում է գտնվում, ապա դա խաղաղության ձգտող հարևան պետության նարատիվ չի։ Եթե Ալիևը ասում է, որ փախստականները պետք է վերադառնան Սումգայիթ, Արցախ, Բաքու հայերը, ադրբեջանցիները ստեղ պիտի վերադառնան, ապա դա խաղաղության նարատիվ չի, երկու ժողովուրդների մեջ հսկայական արյուն է հոսել, այդ արյունը չի չորացել, դրանք կլինեն էսկալացիայի, նոր էսկալացիայի հիմք եւ հետեւաբար իմ անհանգստությունը 3 տարի անընդհատ եղել է դա, եկամ հասանք այս օրերին եւ բարձրացնում է, որ դա բոլոր դեպքում այդ հարցը կա։ Համենայնդեպս ադրբեջանական կողմը հարցը բարձրացնում է։ Միայն այդ ինֆորմացիան է, որ դրանից այդ մասով են ձեզանից վախենում, ուզում հասկանալ, կա մի բան, որ մենք չգիտենք։ Ոչ, ես իմ անգստությունը այդ հարցերի շուրջ է եւ դուք խնդրում այդ հարցերին այդքան թեթև մի նայեք, Շում, որը բացահայտ ամենևս չէ։ Այսինքն ներքին խոհանոցում ամեն դեպքում Տիգրանաշենի բանի հարցով ձեր արչև փակագծեր բացել են, որ եղել է նման պահանջ Ալիևի կողմից։ Դե բոլորը գիտեն, այդ բան չի, գաղտնիք չի։ Բայց իրենք երգում են, ասում են դեռ անկլավների հարց չի քննարկվում։ Անկլավների հարցի քննարկումը դա բանը հասկացում է սահմանների ճշգրտման եւ սահմանազատման գործընթացի մեջ։ Դա տրիվիալ է։ Ընդ որում կարելի է վերջին հաշվով դրան էլ համաձայնվել, բայց դրանից հետո արդեն մնացածը դառնալու է խաղոպար եւ ամեն ինչ շատ վատ լինելու։ Բարի ազատությունը դες չի հաստատվում, որպես մյուսները հանկարծ չհամակցել։ Բայ իհարկե, որ ես հիմա հերոսի կինոյի տղեն չեմ, էլի կան չէ պատգամավորներ, խմբակցության մեջ, որոնք ասենք տեսակետներ ունեն, բավականին ինքնուրույն աններ չեմ տա կան, չէ, հետևաբար իմ վրա ճնշումը պայմանավորված է նաև դրանով, որ այդ հարցը լուծվի։ Հայտնում են իրենք այսպես մտահոգությունները այս հայ-ադրբեջանական հարաբերությունների, այդտեղ խաղաղության պայմանագիրը խմբակցության նիստերի ժամանակ եղել են մարդիկ, որ իրենք համարձակվել են ասել, որ մեծ խնդիրներ են տեսնում։ Իհարկե։ Իմպիչմենտի հարց բերի ազգային ժողովին չեք կարծում, ԿՊ-ում կգտնվեն մարդիկ, ովքեր կհամարձակվեն կողմից։ Ես չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ Չէ, ես խանգարեմ, եթե արտահերթ եւ կամ հերթական ընտրություններում, ասենք պարոն վարչապետը փորձի վերարտադրել, այդ ժամանակ ես խանգարեմ, բայց ես նաեւ սկզբունք ունեմ ներողություն եմ խնդրում, ես ինքս Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքին ես չեմ ունել։ Շնորհակալ։